Պողոս առաքյալի թուղթը եբրայեցիներին գլուխ առաջին։ Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով։ Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։ Նա, որ լույսն է նրա փառքի և բուն պատկերը նրա էության, որ իր խոսքի զորությամբ հաստատ է պահում տիեզերքը։ Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո նստեց Աստծու մեծության աջ կողմում բարձունքներում։ Նա այնչափ գերազանց եղավ հրեշտակներից, որ նրանցից շատ ավելի անուն ժառանգեց։ Արդարև, հրեշտակներից որին երբևէ ասաց. «Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ»։ Եվ դարձյալ, ես նրան հայր կլինեմ, իսկ նա ինձ որդի կլինի։ Եվ դարձյալ, երբ անդրանքին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները»։ Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. «Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց և իր ծառաներին կրակի բոց»։ Իսկ որդու մասին ասում է. «Աստված, քո աթոռը հավիտյանս հավիտենից է, քո արքայության գավազանը ուղղության գավազան։ Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը։ Դրա համար Աստված քո Աստված քեզ օծեց ուրախության յուղով, ավելի քան քո ընկերներին։ Նաև դու, Տեր, սկզբից երկիրը հիմնեցիր, և քո ձեռքերի գործն են երկինքները։ Նրանք կորստյան պիտի մատնվեն, բայց դու կաս և մնում ես։ Բոլորը պիտի մաշվեն որպես ձորձեր և որպես վերարկու։ Պիտի ոլորես դրանք հագուստի պես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու։ Հրեշտակներից որին երբևէ ասաց. «Նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ»։ Չէ՞ որ բոլորն էլ սպասարկող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։